Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, հետևորդներ, 168 TV եթերում օրախնդրի հերթական թողարկումն է, հյուրընկալել եմ 1992-93 թվականներին Հայաստանի վարչապետ, 98-99 թվականներին ազգային ժողովի նախագահ Խոսրով Հարությունյանին։ Ողջույն ձեզ, պարոն Հարությունյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Մենք ինչպես ձեզ բնորոշ է խիստ կանոնակարգված եւ թեմատիկ զրույց պիտի անենք եւ այդպես ենք պայմանավորվել, հատկապես այն թեմաները, որոնց մասին դուք վերջին շրջանում շատ եք խոսում, բայց երկու վառվող թեմա կա, որոնց մասին չեմ կարող չհարցնել եւ այդ կերպ չսկսել մեր զրույցը։ Նախ այն, ինչ հիմա կատարվում է եկեղեցու հետ, հատել է արդեն թույլատրելիության հնարավոր բոլոր շեմերը։ Այս վարչախմբի ղեկավարը անթակույց կոչ է անում եպիսկոպոսներին ներսից քանդել եկեղեցին, ներսից գրավել փաստորեն վեհարանը եւ կարծես ինչ որ այլընտրանքային եկեղեցի է ստեղծում։ Ցավի սիրտ գտնվել են եպիսկոպոսներ, թվով մոտ 10, որոնք կարծես թե միացել են այդ շարժմանը եւ իրենք էլ փաստորեն իրենց կանոնական ընթացքի դեմ են դուրս եկել։ Իրենց ձեռնադրողին, իրենց օծողին, ամենայն հայոց հայրապետի դեմ են դուրս եկել։ Շատ դժվար է հասկանալ նրանց մոտիվը, միգուցե կարելի է ենթադրել։ Դուք ինչ գնահատական կտաք այս ամենին մեկ եւ երկրորդ, ինչպես խափանել եկեղեցին յուրացնելու այս հակասահմանադրական եւ հակաբարոյական, հակաքրիստոնեական արշավը։ Տեսեք, ես ձեր թույլտվությամբ կսկսեմ սահմանադրական մեկնաբանությունից։ Այն թեզը, այն դրույթը, որ ամրագրված է մեր սահմանադրության մեջ, այն է, եկեղեցին անջատ է պետությունից եւ առանձնահատուկ դերակատարում ենք մենք վերապահել սահմանադրորեն հայ առաքելական սուրբ եկեղեցուն, որպես ազգային եկեղեցի։ Այո, որպես ազգային եկեղեցի, դա խոսում է հետեւյալի մասին, որ ոչ թե եկեղեցին չի կարող հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերով զբաղվել կամ դրանց վերաբերյալ իր կարծիք հայտնել։ Ճիշտ հակառակը, այդ թեզով, այդ դրույթով մենք եկեղեցին պաշտպանել ենք, փորձել ենք պաշտպանել, սահմանադիրը փորձում է պաշտպանել եկեղեցուն գործադիր իշխանության կամ իշխանության ընդհանրապես հնարավոր միջամտությունից, ոտնձգություն, ինչու, որտեղ եկեղեցու զենքը մեկն է, խոսք։ Մինչդեռ իշխանության զենքը խոսքը չէ լոկ։ Մենք շատ լավ հասկանում ենք իրավապահ մարմիններ, չէ, այսինքն բիրտ ուժ կիրառելու գործիքակազմ, ամբողջությամբ դա գտնվում է իշխանությունների տրամադրության տակ, տնօրինության տակ։ Հետևաբար սահմանադիրը պետությունը կամ եկեղեցին անջատ է պետություն դրույթ ամրագրելով ըստ էության ստանձնել է սահմանադրորեն եկեղեցու պաշտպանության առաքելություն, եթե կարելի այդպես ասել, հա, որովհետև կրկնում եմ, եկեղեցին կարող է հանրային կարծիք ձևավորել, ինչպես ցանկացած որևէ այլ ինստիտուտ։ Իհարկե, եկեղեցու դերակատարումը անհամեմատ ավելին է, քիչ հետո մենք դրա մասին հավանաբար կխոսենք, բայց եկեք արձանագրենք, որ սահմանադրության այս դրույթը չի ենթադրում, որ եկեղեցին օրինակ չի կարող զբաղվել հանրային կյանքում ձևավորված հոգևոր, մշակութաբանական, գոյթաբանական, ասենք թե այդ թվում սոցիալական այլ խնդիրներով չի կարող չզբաղվել։ Դրանք բոլոր այն հարցերն են, որոնք իր հոտին են վերաբերվում։ Պարտավոր է զբաղվել։ Եվ պարտավոր է։ Հանրությունը ակնկալիք ունի։ Հետևաբար ասել գիտեք, իշքա դուք իրավունք չունեք զբաղվել, օրինակ կրթության ոլորտում կրթական այն դրույթներով կամ առաջ քաշող մոտեցումներով, որոնք կարող են կրթական համակարգը ըստ եկեղեցու մեկնաբանությունների կարող են վտանգել, կներեք, դա աբսուրդ է առնվազն, բայց ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է ինչ որ մեկը կարող է միշտ որակել, որ դուք խառնում եք կրթության ոլորտում պետական քաղաքականության մեջ։ Որտեղ ցանկացած ոլորտում իշխանությունների ձեռնարկած քայլերը պետք է ընդհանրել, դրանք կոչվում են սոցիալական ոլորտում քաղաքականություն, չէ՞։ Սրա մասին է խոսքը գնում։ Հետաբար եկեղեցուն մեղադրել, թե դուք ինչու եք միջամտում մեր հանրային կյանքի քաղաքական զարգացումներում առնվազն մանիպուլատիվ է հնչում։ Ավելին, եկեք արձանագրենք, որ այդ թվում նաև անվտանգությունը։ Անվտանգությունը նույնպես այն ոլորտն է, այն բնագավառն է, որը չի կարող եկեղեցուն թողնել, ասենք թե լուսանցքում, եկեղեցին չի կարող այդ ամենին իմիջիալս նայել։ Հարյուրավոր կորսված վանքեր են Արցախում, բայց եկեղեցին չխոսի այդ մասին, եւ վերջին հաշվով մեր թեմական առաջնորդները թե Արցախում, թե ամենուր չեն գնում արդյոք զոհվածների ընտանիքներ, զավոթկա կորուստ մայրերին չեն փորձում
օգնել, հոգեբանորեն աջակցել, անում են, չէ՞, որտեղ դա իրենց խնդիրն է։ Բա կարգերով է անցկացնում, խորհրդակատարությունով է անում բանը։ Վերջին հաշվով ես, այսինքն իմ ասածից իմաստը հետևյալն է։ Սահմանադրության այդ դրույթը, որ հիմա չարաշահվում է երբեմն, եկեղեցին մտնում է, դա ավելի շատ վերաբերվում է նրան, որ ինքը իշխանությունը զերծ պետք է մնա եկեղեցու հանդեպ որևէ իշխանությանը վերապահված ինստիտուցիոնալ ազդեցություն թողնելու հարցերում։ Բան հարցում, եկեք հասկանանք, որ անցնենք նաև մեր մյուս թեմաներին։ Բայց մի միտք էլ թույլ տվեք զարգացնել։ Այդուհանդերձ ես օրինակ այս ամենը, այս ամբողջ զարգացումները դիտում եմ մեկ շղթայի մեջ, այն է, եկեղեցի վերջին հաշվով հայապահպանության հավանաբար ամենաառանցքային, եթե մենք հայապահպանություն ասելով հասկանում ենք նաև սփյուռքահայ գաղթօջախներում հայության, հայապահպանության խնդիրները, ամենաառանցքային ինստիտուտն է, ամենաառանցքային կառույցն է։ Հիմա արժեզրկել եկեղեցուն, հարվածել եկեղեցուն, փորձել նրա մեջ առաջացնել ճեղքեր, դա ոչ այլ ինչ է, թե ոչ ուղղակի հարվածել հայապահպանության կարևորագույն ինստիտուտին ազգային։ Մենք սա ինչպիսի մեկնաբանություններով, ինչպիսի, չգիտեմ ինչով, ինչպիսի հիմնավորում է, ուզում եք սա պարուրեք։ Միևնույնն է, խնդիրը պարզ է։ Հարվածելով եկեղեցուն, մենք ըստ էության մեծ անջրպետ ենք սարքում, կոտրում ենք այդ միասնականությունը, որ կարող է ձևավորվել ի շնորհիվ եկեղեցու, որտեղ դա վերջին ինստիտուտն է, ցավոք սրտի մնացել, որը կարող էր Հայաստան եւ հայ սփյուռքը, հայկական սփյուռքը միավորել։ Մի միտք եմ ուզում ձեր թույլտվությամբ նաեւ հնչեցնել, որտեղ բոլորին վերջերս միտեղ իմ աչքով ականջով ընկավ, ասենց լսեցի այդ մեկնաբանությունը սփյուռք ինչ եք ուզում, հա։ Ուրեմն հավանաբար դուք կհամաձայնեք ինձ հետ, որ թե Ալիևը եւ թե հատկապես Էրդողանը արդյունքները բաց չի թողել երբեմն հայկական սփյուռքը մեղադրելու Հայաստանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում։ Ընդ որում ակնհայտ է, չէ՞, Շուշիի դեկլարացիայում առաջին անգամ երկու պետությունները խոսեցին սեփական սփյուռքը ձևավորելու անհրաժեշտության մասին։ Ուրեմն նրանք խոսում են իրենց սփյուռքյան կառույցները ձևավորելու մասին, մենք եղածը փորձում ենք ըստ էության կազմակերպել։ Սա անթույլատրելի է։ Ինչ անել։ Ես կարծում եմ, բայց նախ պետք է բոլոր եպիսկոպոսած դասի բոլոր ներկայացուցիչները, որոնք հիմա իրենց թվում է, թե գնում են արդարության հետևից, իրականում պետք է գիտակցեն, որ իրենք ոչ թե ինչ որ արդարության, այլ իրենք դավաճանում են եկեղեցուն, հայ առաքելական եկեղեցուն։ Բառից բուն իմաստով, վերջնաշով եկեղեցին շենքերը չեն, կառույցները չեն, չէ՞ շինական։ Եկեղեցին հոգևոր դասն է, ամբողջությամբ։ Իր բոլոր թերություններով այդուհանդերձ նրանք ծառայում են հոգևոր այդ նպատակներին։ Հիմա ինչ պատրվակով, ինչ հիմնավորմամբ է գնում, շանտաժի եք ենթարկվում, կոմպրոմատ են ձեր դեմ օգտագործում, չգիտեմ ինչ են անում, բայց դուք տեղ եք տալիս ըստ էության դավաճանում եք սեփական ժողովրդին։ Ես այսպես եմ մեկնաբանում։ Երկրորդը, այս պայմանները, այսինքն ցանկացած եպիսկոպոս իր քայլանելուց պետք է սա գիտակցի։ Սա պետք է գիտակցի։ Հիմա արդարության մասին չի խոսքը։ Ազգային եկեղեցին պետք է մնա իր հեղինակությամբ, թե Հայաստանում, թե արտերկրում, պետք է մնա ըստ էության ամենահեղինակավոր ազգային կառույց որպես այդպեսին։ Հաջորդը, ես կարծում եմ հայ առաքելական եկեղեցուն մենք իրավունք ունենք միանակ թողնել։ Վեհապարի մասին չի խոսքը, դորից եմ կրկնում։ Վեհապարը ամուր իր ներքին կոնստիտուցիայով, ամուր անձնավորություն է, որքան ես իրան ճանաչում եմ, ինչքան նրա հետ շփվել եմ, ես չեմ կարծում, որ նա տեղի կա։ Խոսքը գնում է եկեղեցուն իրավունք ունենք միայնակ թողնել։ Նրա բոլոր նախաձեռնություններում ես այդպես եմ մտածում։ Սա բոլորիս է վերաբերվում։ Ընդ որում հավանաբար համաձայնեք, որ խոսքը միայն ինտերվյուները կամ հայտարարությունները չեն։ Նախ եւ առաջ օրինակ պատարակների մասնակցությունն է, եկեղեցական կյանքին որևէ կերպ մասնակցությունն է ծխական համայնքից լինելը։ Դա շատ կարևոր է։ Այսինքն այո, եկեղեցին շենքերը չեն,
թեև ֆիզիկական ներկայությունն էլ է մեր հիմա շատ կարևոր, բայց ընդհանուր առմամբ եկեղեցականին պատշաճ գնահատանքի, հարգանքի, պատկառանքի արժանացնելն է։ Իսկ ցավոք սրտի հոգևորականների մեծ մասը այսօր դարձել է բանսարկությունների թիրախ։ Մարդիկ սկսել են հոգևորականությանը որպես դասի, այս վարչախմբի անմիջական հորդորով վերաբերվել որպես թող ներվի ասել ներքին թշնամու։ Սկսած անեկդոտներից, որ պատմվում են նրանց մասին, վերջացրած ամենաստոր բանսարկությունների ու բամբասանքների։ Հիշենք, թե այս վերջի ալիքը ինչից սկսվեց։ Սա շատ կարևոր է։ Վեհապար հայրապետի Շվեյցարիայում ասված խոսքից։ Վերապար հայրապետի նախաձեռնությամբ, չէ, համաշխարհային կրոնական այդ կառույցի գագաթնաժողովում իր ելույթից, որին արձագանքեց առաջի հերթին բանը, Փաշազադեն, ճիշտ է թե ոչ, որին անմիջապես հաջորդեց այս երկրորդ փուլը, որտեղ 18 թվականն էլ ինչ-որ մի բան սկսվեց։ Այն ժամանակ թաքնված էին, անուղղակի էին։ Հիմա արդեն բացահայտ իրենց դեմքերը։ Ոնց որ շատ խնդիրներ արդեն կարգավորվել են, այսինքն ճակերտների մեջ լուծվել է։ Հիմա կարելի է արդեն ինչ որ առիթ օգտագործել։ Ըստ էության այսօր ինչ արվում է, անկախ նրանից ինչ մոտիվացիայով, ինչ մեկնաբանությամբ, ինչ հիմնավորմամբ են այդ եպիսկոպոսած դասի ներկայացուցիչները փոխում իրենց դիրքորոշումը Մայրաթոր Սուրբ Էջմիածնի նկատմամբ, իրանք պետք է գիտակցեն, որ իրանք իրենց վարքագծով քայլով ջուր են լցնում Փաշազադեի ջաղացին։ Սա փաստ է։ Ու որևէ հիմնավորում, որևէ մեկնաբանություն, չգիտեմ կրոնական կարգերի բաների տեսանկյունից որևէ մի կերպ արդարացում չի կարող ունենալ։ Ու կարծում եմ մի բան էլ պիտի հիշեն, պարոն Հարությունյան, այս թեման ամփոփելու համար Արայք Հարությունյանի ճակատագիրը։ Ես նրան եւ մեր մյուս պատանդներին շուտապույտ ազատ արձակում եւ հայրենադարձում եմ մաղթում, բայց այն հետևողականությամբ, որով Արայք Հարությունյանը 2020 թվականի մայիսին ընտրվելով Արցախի նախագահ, մինչեւ 23 թիվ Արցախի վերջնական անկում Արցախում առաջ էր տանում Փաշինյանի գիծը, երբ այստեղից մենք արցախցիներին այնտեղ հորդորում ենք մասնակցել օրինակ դիմադրության շարժման, իսկ Արայք Հարությունյանը հորդորում էր չմասնակցել, չխառնվել հայաստանյան ներքին քաղաքականությանը։ Արայք Հարությունյանը այն ժամանակ հավանաբար կարծում էր, որ անհնար է, որ ինքը հայտնվի Բաքվի բանտում։ Ես կրկնում եմ, ես նրան եւ մյուսներին շուտապույտ հայրենա վերադարձ եմ մաղթում։ Բայց այս եպիսկոպոսներին էլ, ինչպես նախկին Տեր Արամ Կոչեցյալին, որ այսօր անտեր է մնացել, մենակ է մնացել, Հովանավան գնացող իշխանավոր չկա, չթվա, որ իրենք հետո պիտանի են լինելու Փաշինյանի համար։ Այս վարչախումբը քանեցից ցույց է տվել, որ անհրաժեշտ բային օգտագործում է, որպես գործիք ու դեն է շպրտում։ Մենք ունենք բազմաթիվ չեմ ուզի, որ նրանք այդ ճակատագիրին արժանանան։ Մենք ունենք բազմաթիվ փաստեր դրա վերաբերյալ։ Մենք կարող ենք նույնիսկ անուն ասել, թե ինչպես ներգրավվեցին իրենց շարքեր անհրաժեշտ պահին, այս կամ այն դեմքին, հետո ինչպիսի գործունեություն կամ նույնիսկ ընդհանուր միջև կալանավորել եւ այլն, սա ունենք։ Նույնպես որ տեսեք, դուք արձանագրում եք հոգեվորականներին հնարավոր զարգացումների տեսանկյունից, հա, այն սպառնալիք, որ գործնականում ռեալ է լինելու, ես խոսում եմ այլ բան, ես միանում եմ ձեր ասածին։ Ակնհայտորեն պատրաստ եմ ցանկացած ձեր բարետակ ստորագրել, ես ուրիշ բան եմ ասում։ Այդ ամենով հանդերձ նրանք մի բան պետք է հասկանան։ Այսօր մեջքով շուր գալ Սուրբ Էջմիածնին, Մայրաթորին, դա նշանակում է ընդամենը ջուր լցնել Փաշազադեի ջաղացին։ Ես այդպես եմ հասկանում։ Դա նշանակում է շարունակել այն թեզը, որ ամրագրում է Փաշազադեն իր վեհապարի բանում Շվեյցարիայում ելույթից հետո անմիջապես ելույթից հետո նրա արձագանքը։ Իսկ Փաշազադեն այլ բաներ էր ասում, Էջմիածնի եւ Երևանի ղազիակների մասին էր ասում։ Այնպես որ ես չեմ ուզում ներկայանալ։ Այդ սրբազանները իմանան, որ նաեւ դրատակ են իրենք, անուղղակի բայց ստորագրվում են դրատակ։ Ուզում ասեմ, իրանք պետք է հասկանան, որ հիմա իրենց վարքագիծը գնահատվելու մի չափանիշ ունի։ Վերաբերմունք Սուրբ առաքելական եկեղեցու հանդեպ կապված հենց այս միջադեպի հետ։ Մերժել, մեջքով շուռ գալ դեպի վեհապարը կամ Սուրբ Էջմիածինը, դա նույնն է, որ ջուր լցնել, կրկնում եմ անընդհատ, Փաշազադեի բոլոր առաջ կասած թեզերին։ Աջակցել նրանց։ Սա է, ուրիշ բան չկա։ Նրանք պետք է դա գիտակցեն։ Մեկ դրվագի մասին եմ ուզում ձեզ հարցնել, մինչև մեր պայմանավորված թեմային անցնելը, թեև զրույցի մոտավորապես կեսը մենք զբաղվում ենք այս թերևս առավել կարևոր եւ խիստ ակտուալ թեմաներով։ Ժամեր առաջ ազգային ժողովի նախագահի պաշտոն զբաղեցնող անձը մի հրապարակում է արել, որով
44-օրյա պատերազմի զոհերի եւ անհետ կորածների թիվ է հրապարակել, մի հերթական թիվ։ Մենք տասնյակ նման թվեր ենք լսել քննչական կոմիտեից, ազգային անվտանգության ծառայությունից, վարչապետի պաշտոն զբաղեցնող անձից, այդ քննիչ հանձնաժողովի նախագահ կոչեցյալից ու այդ բոլոր թվերը տարբերվել են։ Հիմա մի հերթական թիվ է հրապարակվել, անհետ կորածների հետ միասին մոտենում է 4000-ի այդ թիվը, այսինքն ընդհանուր առմամբ որևէ նորություն չկա։ Բայց ամենակստմնելին այստեղ մարդկայնորեն այն է, պարոն Հարությունյան, որ պատերազմի ավարտից ավելի քան 5 տարի անց անվանացանքը հրապարակված չէ, ու այստեղ է մեծագույն մանիպուլյացիան, ու այստեղ է մեծագույն մոլորեցումը, որովհետև ես առավել քան վստահ եմ, որ եթե անվանացանքը հրապարակվի, թիվը շատ ավելի մեծ կլինի։ Ես ինքս փորձել եմ պատերազմից անմիջապես հետո Հայաստանի նույնիսկ ամենահեռավոր սահմանային բարձր լեռնային բնակավայրեր գնալ ու այնտեղ գերեզմաններում, ասենք այդ գյուղի գերեզմանոցում, որտեղ մի քանի տասնյակ մարդ է թաղված, գոնե մեկ թարմ շիրմաթում կար, որի վրա եռագույն էր փողփողում։ Հայաստանում ամենափոքր բնակավայրում, որտեղ 50 մարդ է ապրում, գոնե մեկ զոհ եղել է։ Միայն Եռաբլուրում 1000-ից ավել գերեզման կա վերջին մի քանի տարիներին։ Եվ սրանց անբարոյականությունը բավում է այնքան, որ շարունակաբար թվերի հետ խաղ են անում, պլյուս-մինուս 50, հիշում եք։ Բայց անվանացանքը մեր հերոսների չեն հրապարակում, մենք հանվանե չգիտենք մեր հերոսներին։ Դա այն պարագայում նաև, երբ որ հարց էր բարձրացվում ցեղասպանության 15 թվականի ցեղասպանության զոհերի անվանացանքները, այո, հենց նույն Անդրանիկ Քոչարյանն էր ասում։ Հասկանաք, չէ՞, սա արդեն ուղղակի ակնհայտ է, որ մանիպուլյացիա է ամեն ինչը։ Ես միանգամայն համամիտ եմ ձեր մեկնաբանությունների հետ, բայց համաձայն եք, որ եթե մի անձ կամ մի թիմ, մի քաղաքական իշխանություն գտնում է ցեղասպանությունը ճանաչելու համար պատմական փաստը բավարար չէ, այդ դուք ասում եք 1.5 միլիոն, գրեք նրանց բոլորի անունազգանունները, բայց տվյալ դեպքում խոսում եք թվերի մասին, չէ, կորուստների, զոհերի, անհետ կորածների եւ որևէ մի կերպ անորում անհամատավելի իրականանալի, չէ, եւ բոլորի համար հանրության համար ավելի հասկանալի քայլի չեք դիմում։ Սա նույն շարքն է։ Սա ես կարծում եմ իշխանությունների սեփական քաղաքական որոշումների հետևանքների համար պատասխանատվություն չկրելու դրսևորում է։ Նրանք նույնիսկ չեն էլ մտածում դրա մասին։ Այսօր ես լսում եմ նաև Փաշինյանին, որը ասում էր, որ այդ զննիչ հանձնաժողովում, քննիչ թե զննիչ հանձնաժողովում ես հարցաքննվել եմ, չեմ անում քանի ժամ։ Զննիչը ավելի կսազեր նրանց։ Նրանք ավելի շատ զննել են, քան քննել։ Միգուցե ես ավելի քան 5 ժամ մոտարապես ասում եմ, հարցաքննվել եմ, ասվել եմ բան, եւ ըստ էության ինձ հարցաքննելը ոչ թե այդ հանձնաժողովը դե ֆակտո ինձ հայ ժողովուրդ է, ոնց որում հղում է կատարում 21 թվականի ընտրություններին։ Գիտեք, այստեղ այնքան իրար հակասող քաղաքագիտական առումով ոչ հիմնավոր, բայց գեղեցիկ շարադրանքով ներկայացվող մտքեր կան։ Օրինակ նույն լեգիտիմության գաղափարը, որի մասին այդ վերջի համաժողովում պետական ծառայողների ընդհանրապես այդպիսի բան հնարավոր չէ, որովհետև մեր պետական ծառայողները ըստ սահմանադրության եւ ըստ օրենքի նրանք ապակ կուսակցական են եւ ապակ քաղաքական։ Դա իր հերթին դատական համակարգ է բերել այդտեղ։ Իր կողքը սահմանադրական դատանի նախագահ է կանգնած, ինքը ստդիում կարող է դիմող կամ պատասխանող լինել։ Այո, այսինքն այդտեղ ամեն ինչը խախտված է, հասկանում եք ես ինչ եմ ուզում ասել։ Հիմա դրա հետ միասին խոսում են լեգիտիմության մասին, ընդ որում ակնհայտորեն լեգիտիմություն, լեգալությունը խախտելով։ Շարքային քաղաքացին այս բաներ չի հասկանում, այս բաներ չի իմանում։ Ես զարմանում եմ մեր փիլիսոփաների, մեր պատմաբանների, պոլիտոլոգների վրա, վերջնաշով կա գիտությունների ակադեմիա, վերջնաշով կան ինստիտուտներ, որոնք գոնե հանուն իրենց գիտության ի հարգանս իրենց գիտական ջանքերի գոնե պետք է մեկնաբանեն, որ եղբայր լեգիտիմն ուրիշ բան է, լեգալություն ուրիշ բան է, որ իշխանությունը կարող է շատ օրինական, բայց ոչ լեգիտիմ, որ լեգիտիմ դա նշանակում է հանրության հիմնական հատվածը սպասելիքների կարողություն, ունակություն իշխանության եւ քո ընդունած նախընտրական ծրագրի կատարում։ Դե դրա մասին հիմա հարցումները ցույց են տալիս, որ իշխանության վարկանիշը, ինչպես շատ հաճախ իրենք ասում են, պատմականորեն ամենացածր նիշի վրա է, չէ՞, մոտավորապես 86%։ Հիմա դա հենց լեգիտիմության ցուցանիշ է։ Այսինքն հասարակության ճնշող մեծամասնությունը չի պաշտպանում այն քաղաքականությունը, որ դուք իրականացնում եք կապ չունի հանրային կյանքի որ ոլորտում։ Սա ցուցիչ է։ Լեգիտիմությունը սա է։ Սա խոսում է այն մասին, որ դուք որպես վարչապետ, որպես իշխանություն
ձեր գործողություններով, ձեր անգործությամբ միգուցե հանրության մի տպավորիչ հատվածի սպասելիքները չեք բավարարում։ Սա է լեգիտիմության միակ չափանիշը։ Եթե ժողովուրդը չի դուրս գալիս հեղափոխության, դա չի նշանակում, որ դուք լեգիտիմ եք։ Պատկերացնենք ինչ կկատարվեր իրենց հետ, պարոն Հարությունյան, եթե 2021 թվականի հունիսին իրենց նախընտրական ծրագրում գրված լիներ հետևյալը. մենք վերարտադրվելու ենք իշխանության մեջ եւ ամբողջությամբ զրոյացնելու ենք Արցախի կարգավիճակը, հայաթափ ենք անելու Արցախը դարերի մեջ առաջին անգամ, 140,000 մարդու թողնելու ենք անօթևան, անտուն, հարյուրավոր արցախցիներ մեկ օրվա ընթացքում զոհվելու են, նրանց բարեկամները մնալու են անգերեզման, այսինքն չեն կարողանալու այցելել իրենց հարազատների հանգստարանները, նրանց սոցիալական ապահովության բեռը սարքելու ենք իրենց քաղաքական ճնշման միջոց, շարունակաբար տարբեր հավաքների եւ այս իշխանության հանդեպ լոյալության գործիք սարքելով, դրա հարյուրավոր ապացույցներ կան, հանձնելու են Գորիս Կապան ճանապարհը, Կիրանցի կեսը, Տավուշում կասկածելի սահմանագծում ենք անելու, որի արդյունքում երրորդ պաշտպանական կորպուսը ամբողջությամբ փլուզվելու է։ Տիգրանաշենն ենք հանձնելու, այս ամբողջը որ ասեն, եկեղեցին ենք պառակտելու, վեհապարին ենք փորձելու վեհարանից անել։ Տեսնես քանի մարդ կգտնվեր մեր հասարակության մեջ այն 680,000-ից, որ կգնար եւ ԿՊ-ին ձայն կտար։ Դուք ընդհանրապես խոսում եք այն մասին, այսինքն հավելյալ հիմնավորում եք, որ այսօրվա իշխանությունները լեգիտիմության շատ լուրջ դեֆիցիտ ունեն, շատ լուրջ դեֆիցիտ։ Ավելին, մի օրինակ եմ ուզում բերել, դրանով փորձեմ հիմնավորել իմ միտքը։ Եթե դուք հիշում եք տարիներ առաջ Հունաստանում մի գնացք շրջվեց եւ արդյունքում եղան զոհեր։ Տրանսպորտի նախարարը հրաժարական տվեց։ Ընդ որում երբ իրան հարցրեցին, բայց կներեք, դուք ուղղակի պատասխանատու չէիք այդ միջադեպի համար, որտեղ կան այնտեղ շատ ու շատ կառույցներ, կազմակերպություններ, որոնք պետք է երաշխավորեն անվտանգությունը, ասես միևնույնն է, դա իմ ոլորտին է վերաբերվում։ Հիմա հարց, այստեղ խոսքը չի գնում, չէ՞, մի հատ ինչ որ գնացքի շրջվանու կամ վթարի մասին։ Մի ամբողջ պետությունը, պետականությունը ըստ էության կործանման եզրին հասել։ Խոսքը սրա մասին է։ Եվ հասարակության նաև այն անդամները, չգիտեմ, գիտակցում են, չէ գիտակցում, ինձ ատում են, թե չեն ատում, կապ չունի։ Իրանք պետք է առաջնորդվեն սեփական հետաքրքրություններով, սեփական շահերով, ոչ թե ինձ սիրելով կամ չսիրելով, կամ ինչ որ մեկին, հասկանում եք ինչ եմ ասում։ Սա շատ էական է։ Ցավոք սրտի այսօր մեր հասարակությունը իմաստասեր չէ։ Գիտեք, մտածելը, Դավիթ, համաձայն եք, որ դժվար գործ է։ Ջանք է պահանջում մտածելը։ Դատելը առավելևս առանց պատասխանատվություն կրելու։ Դատել տվյալ դեպքում քննադատելը, հա? Շատերի համար։ Ուղղակի ոչ մի ջանք էլ չի պահանջում։ Դրա համար շատ մարդիկ հանգիստ դատում են սաղին։ Բոլորն էլ դատում են։ Սա մեր հանրային կյանքի արատներից մեկն է, լուրջ արատ։ Ես այդպես եմ հասկանում։ Շատ կարևոր է նաև քաղաքացիական խիզախությունը, ի թիվս իմաստասիրության եւ հատկապես սեփական սխալները ընդունելու կարողությունը։ Մի բան, որ մեր քաղաքացիների մի մասը դեռևս իր մեջ ուժ չի գտնում անելու, բայց մեծագույն մասը կարծես թե արդեն համակերպվել է իր այդ 2018-ին անգիտակցաբար մոլորյալ լինելու փաստի հետ։ Եվ ժողովրդին երբեք չես կարող մեղադրել, ակնհայտ է, որ բացարձակ մեծամասնությունը դուրս էր եկել ավելի լավ կյանքի ակնկալիքով։ Այ մոլորեցնողները պիտի պատասխանատվության ենթարկվեն, դա ակնհայտ է։ Բայց գիտեք, շատ հաճախ մեր իրականության մեջ տեղի են ունենում երևույթներ, պարոն Հարությունյան, որոնք տարական տրամաբանության եւ ես կասեի նույնիսկ տիեզերքի ու ֆիզիկայի օրենքներից դուրս են։ Ես չեմ կարողանում պատկերացնել այն իրականությունը, երբ մարդը, որի պապը տուն է սարքել եւ առնվազն 3 սերունդ այդտեղ են ապրում, ես չեմ ասում շատ ավելի հին դեպքեր էլ ունենք, երբ ասենք 200 տարի Հայաստանի Հանրապետությունում կա բնակավայր 1820-ականների վերջին հիմնված, ինչպես մեր բնակավայրերի մեծամասնությունը։ Մարդիկ այդտեղ ավելի քան 10 սերունդ ապրում են։ Բայց ենթադրենք այդ մարդը ծնվել է, տեսել է իր պապին, իր հորը, ինքը Տիգրանաշեն գյուղում է ապրում։ Հիմա իրեն իր վարչական ղեկավարը, քանի որ դա խոշորացված համայնք է, խոշորացված բնակավայր է Արարատ համայնքի կազմում, վարչական ղեկավար գալիս ասում է, գիտես, հարևան Պարուշ Սևակ համայնքում տներ ենք սարքում, քեզ էլ տուն կհասնի։ Պետությունը քեզ անվճար է տունը կտա, ավելի լավ տուն քան քո այս մեկը, որը պապդ է հիմնել։ Որովհետև պարզվում է մեր ձեռքի տակ մի քարտեզ կա, մեզ պարոն Ալիևն է այդ քարտեզը տվել, որով Տիգրանաշենը քյարքի է, Տիգրանաշեն չի։ Ես այդ իրականությունը
Չեմ ընկալում։ Տեսեք, ես հիմա նույնիսկ չեմ հարցնում, թե որ քարտեզով, որտեղ ցի քարտեզներ գոյություն չունեն։ Մեհեր Գրիգորյանի ու Մուստաֆայևի այդ կեղծ հանձնաժողովը, որը ոչինչ չի արել այս 3 տարում, ոչինչ չի արել, բացի Տավուշի մեր դիրքերը փլուզելուց։ Բայց բնակի չէ, պարոն Հարությունյան, բնակի չէ նախ եւ առաջ, պիտի չուզեն այդ տնից դուրս գալ, որ ես ու դուք էլ իր կողքը կանգնենք, ասենք ոչ ոք այս մարդուն իր տնից հանելու իրավունք չունի։ Շատ ցավալի բան եք ասում։ Մեկրեցեմ ասում։ Մենք երբեմն հայտնում ենք իրավիճակներում, որոնցից ելք փտրելը դառնում է սարսափելի դժվար գործ։ Անշուշտ կարելի է բնակչին ներկայացնել, բացատրել, հիմնավորել, որ դու ոնց կարող ես քո պապական գերեզմանը թողնել այսպես օտարի, չէ՞, ասենք թե վերջնաշուն մենք ունենք մեր մեծերի գերեզմաններ հասկացողություն։ Մենք բոլորս ինչ որ մի կերպ կապված ենք, ինչ որ աննկարագրելի թելերով, չէ՞, հոգեկան, մտավոր կապված ենք մեր նախկինների հետ, չէ՞։ Օրինակ պատահաբար ես ասենք բոլորս էլ որոշակի կարգով պարբերականությամբ այցելում ենք մեր գերեզմանները, մեծերի գերեզմանը։ Հիմա ընդ որում ոչ միայն այցելում ենք, ոչ միայն խունկ ենք վառում, չէ, այլև երբեմն հիշում ենք, երբեմն ապրում ենք այդ կյանքով, չէ։ Այսինքն մեզ համար դրանք արժեքներ են, որոնց դավաճանելը, որոնց կորցնելը ցավ է պատճառում։ Օրինակ եթե որևէ մեկը մեկին հայոյում է ծնող, ինչու ես դու ստանում։ Շատ պարզ բանից, չէ՞, որովհետև դու ասում ես դու կպար իմ ամենանվիրական հոգևոր կյանքին, սրբությանը։ Այդպես չի։ Դա է հիմքը, երբ որ որևէ մեկը ըմբոստանում է, երբ իրեն վիրավորում են կապված ծնողի եւ հարազատի հետ։ Եվ դա շատ բնական է։ Հիմա հարց, բայց հիմա քեզ ասում եմ վեկած գնա։ Ինչ տարբերություն քեզ հայ են, թե ասեմ վեկած գնա։ Ծնողի գերեզմանը թող, պապի սարքաստանը թող գնա։ Ինչ տարբերություն։ Տարբերություն չկա։ Հասկանում եք, կյանքը միայն այսօրվա լավ ամբողջ խնդրումը գիտեք ինչու՞մն է, Դավիթ իմ պատկերացումը, որտեղ սարքները մնացա շատ։ Մեզանում լավ ապրելը բացառապես վերածվել գույք, փող, ունեցվածքի։ Հասկանում եք, սա սարսափելի բարդ խնդիր է, բարդ վիճակ է մեզ համար։ Լավ եմ ապրում, ոչ թե ես նաև հնարավորություն ունեմ իմ ոչ նյութական կարիքները բավարարելու, այլ լավ եմ ապրում, ասենք ես ունեմ փող, գույք, տուն։ Եթե սրանցից որևէ մեկ ունեմ, առավել ևս։ Սա մեր սկսած անկախության ամբողջ շրջանում ես կարող եմ առանց սխալվել հավանականության արձանագրել, դա հոգևորի աննախադեպ նահանջն է։ Աննախադեպ նահանջը մեզանում արկա։ Մենք հոգևոր առումով ցամփքել ենք։ Ասում եք, օրինակ, ես անդադ մտածում եմ, ուր է մերօրյա Համոսայանը, ուր է մերօրյա Շիրազը, Վահագն Դավթյանը, ուր են նրանք։ Ինչու չկան։ Նրանց պահանջարկը չկա։ Հանրությունը դրա կարիքը չունի։ Այն տարիներին, մինչ անկախության տարիներին, թե Շիրազի, թե Սևակի, թե Սայանի, թե Վահագն Դավթյանի, ես Սիլվա Կապուտիկյան կարող ենք հսկայական զանգվածները, հոտ դալիճներն էին լցված նրանց խոսքը լսելու համար։ Մենք ապրում ենք դրանով, չէ՞։ Դա արժե համակարգ է։ Արժե համակարգ է։ Լիպարետյանը ասում է Մասիս Սարի համար, Արարատի համար ինչու պետք է մեռնենք։ Բայց կներես եղբայր։ Խոսում եմ մի մարդ, որ սփյուռքի ներկայացուցիչ է։ Խոսքը գնում է մահանալու մասին, թե խոսքը գնում է ընդունել Արարատը որպես քո հոգևոր հիմնական աղբյուր։ Խնդրեմ, դուք կարդացեք Կոստանց Զարյան հայի կոչումը։ Գրվել 1961 թվականին։ Մարդը սևով սպիտակի վրա արձանագրում է, ասում է, լսեք, ասում է, ինքը Հայաստան լեռնաշխարհը, հայկական աշխարհը, չի ասում Հայաստանի Հանրապետությունը, այլ հայկական աշխարհը։ Բացառապես կրոնական, այսինքն դավանանքի հոգևոր ծնունդի արդյունք է։ Եվ այդ ծնունդի աղբյուրը Արարատ լեռն է։
Միլլեր, որը տնտեսական առումով ոչ մի բանի համար օգտակար չէ, նույնիսկ մի արվակ Մասիսից սկիզբ չի առնում։ Զարյան հենց այդպես էլ գրում է, տնտեսապես աննպաստ Միլլեր է։ Անիմաստ չէ, բայց ինչ է ասում, բայց դա մեր հոգևոր եւ ինչ է ասում, երկրագունդը մի քանի կետեր կա, չէ, որ իր պտույտի ժամանակ կանգնում է Հիմալայի ստորոտ, Հռոմի բլուրները եւ արած կանգնում է շունչ է քարում, շարունակում իր պտույտը։ Ավելին Զարյան ասում է, որ Հայաստան նախևառաջ պետք է դիտել որպես հոգևոր նախագիծ։ Հոգևոր նախագիծ։ Այլապես եթե դու մոռանում ես այս ամենը, պարոն Լիպարիտյան, Հայաստանը վերածում ընդամենը արևմուտքի շուկայի մի փոքրիկ խանութպանի։ Խոսքը սրա մասին է։ Արդյոք մենք 301 թվականին ինչպես են մտածել այդ ժամանակ, ես չեմ ուզում դրան դառնալ, բայց ընդունեցին քրիստոնեությունը եւ առանձնացան սեփական դավանանքով ազգային որպես կրոն, հա, այլոցից նրա համար, որ հիմա տենց հեշտությամբ կորցնենք այս ամեն ինչը։ Սա շատ լուրջ հարց է։ Քանի որ Զարյանին հիշեցիք, թույլ տվեք մեկ այլ վկայաբերում էլ անել նրանից, երբ մեր աշխարհայացքի եւ հորիզոնի նեղմտությունը բացատրում է նրանով, որ մենք ծով չունենք։ Եվ նույնիսկ իր ամենահայտնի վեպի վերնագիրը շատ փիլիսոփայական է, Նավելերան վրա։ Իդեպ բնագրում այդ նավը այդպես էլ չի հասնում Սևանալիճ, հետո խորհրդային գրաքննությունը պիտի այն հասցներ քանակերի բարձունքից Սևանալիճ։ Բայց Զարյանի այդ միտքը, որը ինձ շատ հաճախ է մտահոգել, քանի որ ինքը Զարյանի մեծ երկրպագու եմ, ես շարունակաբար մեր եւ այլ ժողովուրդների, թուրք կամ ռուս ժողովուրդների հետ եմ համեմատում։ Ես հիշում եմ օրինակ եւ աչքիս առաջ է, թե ինչպես Ռուսաստանը երկրորդ աշխարհամարտի ավարտից ավելի քան 80 տարի անց Ճապոնիայի հետ խաղաղության պայմանագիր չի կնքում իր համար խիստ տնտեսապես աննպաստ 4 Կուրիլյան կղզիների համար։ Պարզավոր դա Ռուսաստանին երբևէ որևէ տնտեսական ոչ մարդաբնակ են։ Մարդ չի ապրում այնտեղ, պարզա, այնտեղ որևէ մեկը ոչ տնտեսական գործունեություն է ծավալելու, ոչ նավահանգիստ կա այնտեղ, բայց Ճապոնիայի հետ կա վերապահում կապված խաղաղության պայմանագրի հետ։ Թուրքիայի գործող առաջնորդը նախկիններից շատ ավելի ազդեցիկ կերպով խոսում է Օսմանյան կայսրության վերստեղծման նպատակի մասին եւ ասում, որ Կոսովոյից մինչեւ Բաղդադ Օսմանյան կայսրության տարածքներն են։ Եվ փափուկ ուժով փորձում են նաեւ այդտեղ թուրքական ներկայություն հաստատել, Աջերայում վաղուց արդեն հաստատված է, այլ տարածքներում էլ տեսնում ենք, ու ես օրինակ եղել եմ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունում, տեսել եմ, թե թուրքական փափուկ ուժը այդտեղ որքան է հաստատված։ Էլ չասած կոշտ ուժի մասին թուրքական ռմբակոծիչները բարբերաբար այդտեղ PKK-ի իբր օջախներ են գրոհում։ Ասածս այն է, որ այս տարածաշրջանում մենք էլ իրենց հետ ապրել ենք, շատ ավելի վաղ խոսքը թուրքերի մասին է։ Ճիշտ է, կայսերական անցյալ չենք ունեցել։ Բայց մեզ դա այդպես էլ բնորոշ չդարձավ, պարոն Հարությունյան, մենք այնքան հեշտությամբ ենք մեր տունը զիջում թշնամուն։ Իրանց գյուղը այնքան հեշտությամբ է մեջտեղից կիսվում, Գորից Կապան ճանապարհը, որը 64 թվականին կառուցվել է, որի փաստաթղթերը վերջերս հրապարակվել էին, որը ամբողջությամբ անցել է ՀԽՍՀ-ի տարածքով, որը կապում է Սյունիքի երկու կարևորագույն բնակավայրերը, որով գեթ-մեկ ադրբեջանցի չի անցնում, որովհետև այն չի կապում ադրբեջանական բնակավայրեր, այնքան հեշտությամբ է տրվում թշնամուն, որ ուղղակի ցավում ես քո հողու հայրենիքի, քո ժողովրդի ու այս վարչախմբի համար։ Իհարկե մենք մոտենում ենք շատ լուրջ թեմայի, որը պահանջում է ինչու՞ չէ նաև թե հոգևոր մշակութային եւ թե փիլիսոփայական վերլուծություն, մեկնաբանություններ։ Ես ընդհանրապես կարող եմ իմ պատկերացմամբ ես կարող եմ արձանագրել ելի նույն բանը։ Այս ամենը պայմանավորված է նրանում, որ մեզանում այն հիմնական օրենտիրները, եթե կարելի ասել, կյանքի, հա, էապես դեֆորմացվել են։ Ես շարունակում եմ մնալ այդ կարծիքին, որ մեր հասարակության ճնշող մեծամասնությունը այսօրվա դրությամբ իր համար կյանքի նպատակ է համարում այն, ինչպես ասեցի, գույք, ունեցվածք, փող, սա։ Արդյոք նա հաղորդակից կլինի բարձր մշակույթին, թե ոչ։ Արդյոք նա ականջալուր կլինի բառից բուն իմաստով ազգային բնույթ կրող խոսքին, թե ոչ։ Երկրորդական է դառել ցավոք սրտի։ Ընդ որում ես սա կարող եմ ասել նույնիսկ մայրաքաղաքի համար, որը միշտ եղել է, չէ, դիտվել է որպես հոգևոր կյանքի կենտրոն։ Սա շատ էական նշանակություն։ Ես տենց եմ հասկանում։ Մենք կորցրել ենք մեր խնդրեմ մենք ինքներս ենք։
Մենք ինքներս ենք մեր խնդրեմը։ Հասկանում եք, եւ այստեղ թե քաղաքական գործիչները, թե այրերը, եւ թե այսպես ասենք ընտրանին մտավորականությունը լուրջ անելիք ունեն։ Նրանք պահանջներ պետք է ներկայացնեն։ Նրանք պետք է ձևորեն հանրային պահանջը։ Այստեղ իշխանությունն էլ անելիք ունի։ Իմ մանկությունից մի օրինակ եմ ուզում բերել, որտեղ շատ տպավորված եմ։ Հանգուցալ հայրս ինձ միշտ ցույց էր տալիս երկշուհի դուք ուշադրություն դարձրել եք բանի Բաղրամյան փողոցի սկզբնամասում 2 թե 3 հատ առանձնատներ կան, կարծեմ 1 հարկան, ինքը միշտ ցույց էր տալիս, ասում էր սա Հայկանուշ Դանելյանի տունն է։ Հուշաքարն էլ դրված է։ Հուշաքարն էլ դրված է։ Հայկանուշ, ես այդ ժամանակ փոքր չէի հասկանում ով է Հայկանուշ Դանելյանը, ես հետո եմ սկսել հասկանալ ինչի՞, բայց ինչ էր ինքը ասում, ակնածանքով Հայկանուշ Դանելյանի տունն է։ Այսինքն Հայկանուշ Դանելյանը մեզ համար, այդ հասարակության համար այլևս արժեք է, որին պետք է նմանվել, որին պետք է ձգտես հասնել։ Սա քաղաքականություն էր։ Սա հոգևոր արժեքները արմտավորելու միտված քաղաքականություն էր։ Եթե այս քաղաքականությունը չլիներ, չէր լինի 65 թվականը, չէր լինի նաև 88 թվականը։ Եկեք արձանագրենք սա։ Հիմա արդյոք դրանից հետևում է կամ այսօր խոսում են, չէ, ինչ բան է հայրենասիրություն, սկսում են կեղծ ինչ-որ մեկնաբանություններ տալ, բայց ուր են մեր մտավորականները, ուր են մեր գրողները։ Չէ՞ որ գրողը ժամանակին խորհրդային շրջանում, Դավիթ, Կենտկոմը, եթե ուզում էր շատ լուրջ որևէ խնդրի շուրջ հանրության աջակցություն ստանալ, 2 տեղ էր քննարկում անում, միջև Կենտկոմ։ Երևանի պետական համալսարան եւ Հայաստանի գրողների միություն։ Եվ Հայաստանի գրողների միությունն էր զարկերակը հանրային կարծիքի։ 66 թվականին Սևակի ելույթը Հայաստանի գրողների միության համագումարում պատահական չէր, չէ՞։ Ֆունդամենտալ ելույթ էր։ Ըստ էության ազգային պետության ինստիտուցիոնալ հիմնավորումներով պայմանավորված։ Հիմա կա այդպիսի բան։ Չէ՞ որ գրողների զենքն է, Դավիթ, ամենահզոր զենքը խոսքն է։ Խոսք։ Ամենահզոր զենքն է խոսքը։ Մյուս ինստիտուտի վիճակը նայեք, պարոն Հարությունյան, Երևանի պետական համալսարանը այսօր ինչ վիճակում է։ Ռեյդերական բռնախլում է այնտեղ արվել ուղակի, շատ ընդդիմադիր հայացքների դասախոսներ ազատ են արձակվել, մեր որոշ արժանապատիվ գործընկերներ այնտեղ շարունակում են դասավանդել եւ կարեւոր է որ նրանց ներկայությունը շարունակվի Մայրբոհում, իհարկե, եւ ուսանողները նաեւ այլընտրանքային կարծիք լսեն, քան այն ինչ այսօր սրանց սպասարկումներն են անում, բայց ընդհանուր առմամբ գիտակրթական համակարգը ի թիվս այլ համակարգերի սրանց հաջողվել է շատ լուրջ եւ անդառնալի վնաս հասցնել։ Ակադեմիան ասացիք, պարոն Հարությունյան, ակադեմիայի մասին սրանք մի կարգավորում ընդունեցին օրենք, որով ակադեմիան դադարում է գոյություն ունենալու շատ շուտով եւ ինստիտուտները կծվում են բուհերին։ Ակադեմիայի նախագահության ձայնը չլսվեց։ Մենք ես կարող եմ ավելին ձեզ ներկայացնել։ Օրինակ, երբ հիշում եք մի փուլ կար, երբ գլխավոր շտաբը հայտարարությամբ հանդես եկավ, դա 21 թվականի փետրվարի 25-ն էր։ Փետրվարի 25-ին իրենք հայտարարությամբ հանդես եկան եւ պահանջեցին գործող կառավարության վարչապետի հրաժարականը, շատ ինստիտուտներ միացան այդ ինստիտուտ ես նկատում հաստատություն, այո, հա, կազմակերպություններ, հա, հանրային, շատերը միացան, բայց ամենազարմանալին գիտեք որն էր, որ ակադեմիան վերջիններից մեկն էր։ Այնպիսի տպավորություն էր, որ քանի որ բոլորը միացել են, հիմա չմիանալը կլներ արդեն անհասկանալի։ Ես ավելին դասախոսների մասին ասեմ, ես իմ օրինակով բերեմ։ Ես 25 տարի դասավանդել եմ կառավարման ակադեմիայում։ Կառավարման ակադեմիայի հիմնադիրներից մեկն եմ։ Ինձ խնդրեցին, որ ես դուրս գամ, ոչ մի հիմնավորում չասելով, չտալով։ Այդտեն դեպքում, երբ որ ես բոլորը գիտեն այդ մասին, որ երբևէ իմ դասաժամերը չեմ օգտագործել քաղաքական նպատակներով։ Եթե նույնիսկ ուսանողներից հարց էին տալիս մագիստրանտները, ես ասում եմ, խնդրեմ, դասից հետո կամ ընդմիջմանը։ Դա ինձ համար սկզբունքային էր։ Բայց նույնիսկ այդ պայմաններում դասին կներեք, պարոն Հարությունյան, ոնց որ թե ձեր ժամանակը վրա է հասել։
Այսինքն ես կիսում եմ ձեր կարծիքը։ Բայց գիտեք, սա մեր ընդհանուր գիտեք, մենք հիմա խոսում ենք բաների մասին, որը ոչ միայն ինձ եւ ձեզ է վերաբերվում։ Սա ցանկացած հայի ու հայության ցանկացած հատվածին է վերաբերվում։ Համաձայն չեք։ Այսպես է, չէ՞ իրականում։ Եթե նույնիսկ այդ հատվածները չեն գիտակցում, եթե նույնիսկ չեն գիտակցում, մենք հիմա փորձում ենք նրանց օգնել, նպաստել, որ իրանք հասկանան ինչի մասն է խոսքը գնում։ Վերջնաշով, գիտեք, կարելի է պիտակավորել, ինչ-որ մեկին թշնամի համարել, բան չէ, ասես կարելի է անել։ Բայց բանականությունն չի համարը։ Բայց ինչպես կարելի է կամ ինչքան կարելի է կներեք այս խոսքիս համար բեսեդկի զրույցի մակարդակին մնալ։ Այդ ու նաև լուրջ քաղաքական խնդիրներում։ Լուրջ քաղաքական վերլուծություններում։ Մեր գործընկերները երբեմն հանրային հարցումներ են անում փողոցում եւ իհարկե մեր հայրենակիցները խիստ տարբեր կրթական ցենզ ունեն, բացարձակ դիտակավորման հարց չի։ Բայց գիտեք, երբեմն մտքեր են ասվում, որոնք փամփուշտի պես մխվում են իմ ուղեղի մեջ ու դուրս չեն գալիս։ Մղձավանջի պես սկսում ես դրանք հիշել գիշերը, ասենք քնի մեջ։ Երբ մեկ էլ մի տատիկ, որ հաստատ թոռ է մեծացնում, ու այդ թոռը լսում է իրեն ու ընդունում իր ասածները որպես Վերինատյանի ճշմարտություն։ Ասում է, ասենք, այս աղբի վարձը թանկացրին, այս էլ հո Ղարաբաղի հարցը չի լավ, ասենք այդ Ղարաբաղը զիջեցիք հասկացանք, մեր աղբի վարձախի եք թանկացնում։ Կամ բեռնատարների վարորդները հավաքվում են կառավարության շենքի առջև, ասում են չեն կարողանում Վրաստան մտնել, կամ Վրաստանից Ռուսաստան չեն կարողանում մտնել։ Այս էլ հո Ղարաբաղի հարց չի, եկեք մեզ օգնեք։ Այսինքն կարևորագույն ազգային հարցը էական չի։ Կարևորը որ մեր գրպանին հանկարծ մի վատ բան չի։ Մենք նորից անդրադառնում ենք այն խնդրին, որ մեզանում հոգևորը աննախադեպ նահանջ է ապրել։ Աննախադեպ ես պատրաստ եմ հիմնավորել թե ինչով էր պայմանավորված դա, բայց հիմա կարծում դա շատ հեռու կտանեմ ես։ Բայց փաստում է փաստ։ Ինձ իմ սեփական գրպանը այն մի քանի կոպեկ անհամեմատ ավելի կարևոր է, քան ամենակարևորագույն, չէ՞, իմ ապագայի, իմ ժողովրդի, իմ երեխայի, իմ թորանս ապագայի հետ կապված խնդիրները։ 88 թվականին հսկայական զանգված դուրս եկավ փողոց այն ակնկալիքով, որ Ղարաբաղը կանգնած էր իրականում ցեղասպանության լուրջ սպառնալքի առջև եւ հարկավոր էր այդ կերպ աջակցելով, հա, պաշտպանելով ղարաբաղցիների ապրելու կյանքի իրավունքը փորձել վիճակ շփոթել։ Վերջնաշով Դավիթ դեկտեմբերի 1-ի որոշում 89 թվականի, որ հիմա Ալիևը փորձում է ներկայացնել եւ այսօրվա իշխանություններն էլ ձայնակցում են նրան։ Դեկտեմբերի 1-ի որոշումը դա Ադրբեջանի տարածքային հավակնությունների Ադրբեջանի տարածքի հանդեպ հավակնությունների մասին չէր։ Դեկտեմբերի 1-ի որոշումը ընդհանրապես մեկ բան էր արձանագրում։ Ինչ անել կամ ինչ ճանապարհով գնալ, որպեսզի Արցախայությունը փրկենք ցեղասպան լինելուց։ Արցախայությունը տեսել էր իր աչքի առջև ուներ Նախիջևանի հայության օրինակը։ 88 թվականի վերջի հայ ընտանիքն է լքել Նախիջևանը։ Սումգայիթ էր տեսել այդ ժամանակ նաև։ Երբ որ 20 թվականի 88 թվականի փետրվարի 20-ին ոտքի կանգնեց ժողովուրդը, հիշում եք, չէ՞, պարտիա Լենին պարտիա Գորբաչով հավատում են, չէ՞, փոփոխություններին, ինչով ավարտեց, ինչպես ապատասխանեց Ադրբեջանը այդ ամենին։ Սումգայիթով։ Եվ Սումգայիթը դա խուժանի գործ չէր։ Դա ցեղասպանության առաջի նշանն էր։ Ես եղել եմ Սումգայիթում այդ դեպքերից անմիջապես հետո։ Ես տեսել եմ ինչ էր կատարվում։ Ես զգացել եմ իմ մթնոլորտը, որում հասկանում եք ինչ եմ, ինչ սա խոսած այն մասին, որ նույն Արցախայությանը սպասում էր նույնպիսի ցեղասպանություն։ Ու այդ մթնոլորտը գրեթե 40 տարի անց բացարձակ չի փոխվել։ Ոչ մի բան չի հայատյացությունը նույնիսկ ավելի բարձր դոզաներով Եվ կներեք, երբ որ Ալիևը խոսում է մեր մասին, Հայաստանի մասին, խոսում է որ ֆաշիստական պետություն, ֆաշիզմ եւ այլն, իրական այս տարածաշրջանի միակ ֆաշիստական ռեժիմը դա Ալիևի ռեժիմն է։ Բառից բուն իմաստով ռասիզմը նրանց մոտ պետական քաղաքականության մակարդակի է կանգնած։ Ինչ է ասում Հիկմետ Հաջիևը, ինձ բացարձակապես չի։ Նա արդեն հայ փաստաբաններ ունի, գնացին Բաքվի լույսերից զմայլվեցին, եկան սկսեցին։ Հասկանում եք, չէ՞։ Սա պետք է լինել միամիտ կամ նույնիսկ չցանկանալ այս ամեն ինչը տեսնել։ Եվ վերջի միտն էլ ասեմ, ոչ չացան վերջի մեր հերթական միտքը։ Գիտեք, մեղադրել հայությանը կամ փորձել հայությանը ներկայացնել վեքսիլներ, որ դուք ռազմատեն չեք, դուք ամեն ինչ անել եք, որ տարածաշրջանում իրավիճակը անկայունանա,
փորձելու եք ինչպես այն օրը Թուրքիան էր ասում Պետրոսի մոտ ռևանշից կներեք Հայաստանը այն միակ պետությունն է տարածաշրջանում որը ելք դեպի Սևծով չունի, այսինքն ոչ թե Սևծով, այլ ընդհանրապես ելք չունի ծով, եւ մեզ խաղաղությունը օդի ու ջրի պես պետք է, որովհետեւ մենք կարողանանք ժամանակի ընթացքում դինամիկ եւ անվտանգ զարգանանք։ Ակնհայտ է, չէ, բոլորի շատերի դուրի մեզ խոսքը չի գալիս, բայց այդուհանդերձ փաստում է փաստ, որ Հայաստանի երկարաժամկետ հատվածում անվտանգ դինամիկ զարգացման հնարավորությունները միշտ պայմանավորված են լինելու մեր հարևանների քաղաքական կամեցողությամբ ուզում ենք մենք դա թե ոչ հետեւաբար մեր խնդիրն է մեր հարևանների հետ ձևավորել այդտեղ նաև արևելքից եւ արևմուտքից մեր ողերիմ հարևանների հետ ձևավորել այնպիսի հարաբերություններ ինստիտուցիոնալ առումով փոխկապակցված փոխշահավետ եւ այլն որի պարագայում մեր զարգացումը նրանց համար եթե չառած չբխի նրանց շահից գոնե չպետք է առաջացնի մտահոգություն սա լրջագույն խնդիր է որը կանգնած է եւ կանգնած է լինելու Դավիթ բոլոր ժամանակների հայոց իշխանությունը Հայաստանի Հանրապետության պետական իշխանությունների արժեվ բոլոր ժամանակները պատկերացնել կարելի է թե հաջորդ իշխանությունը տիտանական բեռ է ստանալու սարսափելի հիմա մենք կանգնած ենք մեր ամբողջ պետականության պետական աշինության պատմական գործընթացը գահավիժում է հիմա։ Մեր խնդիրը պետք է լինի մեր բոլորիս խնդիրը պետք է լինի այդ գահավիժման process-ը բեկել կամ կասեցնել։ Իսկ դա իշխանապողությամբ է հնարավոր։ Սա լրջագույն հարց է։ Սրանք իրենց քաղաքականությունը ակնհայտորեն չեն վերանայելու, պարոն Հարությունյան։ Հետևաբար ձեր ասած գահավիժումը կանխելու միակ տարբերակը իշխանապողությունն է։ Այս վարչախմբով չես կարող գնալ Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ բանակցությունների։ Բայց նպատակը այդուհանդերձ պետք է լինի process-ի գահավիժումը կասեցնելը։ Միանշանակ։ Սա նշանակում է, որ այն թեզը, որ փորձում են հայ ժողովրդի չկամեցողները, ասած Լիպարիտյանից, վերջացած Ալիևով, ես առանց խորշելու եմ ասում, որ այնտեղ արևմուտք բանում, ինչ են ասում, Բաքվում կարող են մտահոգված լինել, որ ռևանշիստներ կգան իշխանության, սա այն թեզն է, որը ջուրալիստն նրանց ջաղացին։ Մենք ընդհանրապես պետք է ցանկացած ընդդիմադիր հատված, որը մտադրություն ունի, որի նպատակն է այս պատմական գործընթացը գահավիժման պետականության ինստիտուցիոնալ կազմալուծման պատմական գործընթացը բեկել, եթե չեն կարողանում կասեցնել, ապա սա պետք է շատ հստակ հնչեցնի։ Այս միտքը, որ մեր նպատակը ոչ թե պատերազմն է, այլ մեր նպատակն է ըստ էության ձևավորել մեր հարևանների հետ այնպիսի փոխհարաբերություններ, որոնց պարագայում իմ զարգացումը նաև կբխի նրանց շահերից, իմ կարողությունները կբխի, եթե ոչ չի բխի, գոնե չի հակասի նրանց շահերին եւ նրանց մոտ չի առաջացնի մտահոգություն, սա հեշտ խնդիր չի Դավիթ ջան։ Հեշտ խնդիր, բայց սա է խնդիրը։ Ցանկացած հայոց պետություն, ցանկացած իշխանություն այս խնդիրը պիտի լուծի։ Պետքա շիտակ դնի եւ փորձի այս պայմաններում ես օրինակ առիթ եմ ունեցել, ասել եմ, ես հիմա եմ զում կրկնել, ընդդիմության հիմնական օպոնենտը Նիկոլ Փաշինյանը չի։ Ընդդիմության հիմնական օպոնենտը Մակրոններն են, բրիտանացիներն են, չեմ անում, Տրամպներն են, չեմ անում, դեղ Մերցը եւ այլն, Պուտինները։ Մենք մեր նպատակները նախ եւ առաջ նրանց պետք է ներկայացնենք։ Որտեւ ես կարծում եմ նրանց մոտ, ես կարող եմ միամտորեն սխալվում եմ, բայց նրանցից շատերը այսօր աչք են փակում այն ապօրինությունների, հակաժողովրդավարական քայլերի հանդեպ, որոնք իրականացում է գործող իշխանությունը։ Միայն ելնելով նրանից, որպիսի ենթադրում եմ, որ իրենք իրենց վարքագծով, այսինքն գործող իշխանությունները իրենց վարքագծով նպաստում են Հարավային Կովկասում Ա. կայունության հաստատմանը, Բ. Ռուսաստանի եւ Իրանի, ոնց որ ասում են, դուրս մղմանը։ Բոլորովին վերջերս այդ Ատլանտիկ խորհրդում, չէ, Բրայան Դուտ, հա, այդ կնոջ անունը փորձագետի, որը լրացնում էր Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպանի խոսքը։ Ինքը ինչ էր ասում։ Ասում էր, այո, ճիշտ եք ասում, ժամանակն է, որ Հարավային Կովկասը կենտրոնական Ասիայի հետ տեսնենք որպես մեկ միասնական ամբողջականություն, եւ այդ առումով թուրքական աշխարհը մեկ լրացում ունի, խիստ անհրաժեշտ լրացում Հայաստանի եւ Տաջիկստանի։ Հայաստանն ու Տաջիկստանը պետք է մտնեն թուրքական աշխարհի մեջ։ Դուք Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպանի հավելյալ խոսքը հիշեցիք մեկ այլ զրուցակցի։ Ես հիշեցնեմ եւ ամփոփենք դրանով
Թուրքիայի Միացյալ Նահանգների դեսպան Թոմ Բարաքի խոսքը, որը այստեղ ստանձնել է, ես կասեի առանց ավելորդ այլևայլության, նեո-օսմանականության գաղափարախոսի դեր, եւ այն ամենը ինչ նա ասում է, մի կողմից ամբողջությամբ սրբագրում է Թուրքիայի, Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը վերջին տարիների, իդեպ այն Միացյալ Նահանգների ներկայացուցիչն է, որը եւ ներկայացուցիչների պալատի եւ պետքարտուղարության բանաձևով դատապարտել է օրինակ 44-օրյա պատերազմում վարձկանների արկայությունը, ռազմական հանցագործությունների մասին է խոսել, 21-ից 23 թվականները Արցախի ինքնորոշման իրավունքի մասին էր խոսվում ընդհանուր պետքարտուղարության մակարդակով։ Այսօր Թոմ Բարաքը եւ ընդհանուր առմամբ հավաքական արևմուտքը այստեղ ասում է, որ Հայաստանը ով էլ լինի իշխանության, ստիպված է պայմանավորվել եւ հաշվի նստել Թուրքիայի հետ։ Դա իդեպ, եթե հիշում եք, ասում էր նաեւ Եվրամիության հատուկ բանագնաց Տոյվո Կլարը Անտելայի դիվանագիտական ֆորումում։ Պարզ ասում էր մարդը, մեր նայողը այստեղ Թուրքիան է։ Ուզում եք դեպի Եվրամիություն, ուզում եք երբևէ բախել Եվրամիության դռները, գնացեք պայմանավորվեք Էրդողանի հետ։ Այն Էրդողանի, որը 87 թվականից ի վեր Եվրամիությանը հայտ տված իր երկիրն էլ չի կարողանում տանել Եվրամիություն։ Տեսեք, ես իհարկե հիշում եմ Միացյալ Նահանգների դեսպանի խոսքը եւ առաջին անգամ ինքն էր հիմնավորում, չէ՞, այդ Սյունիքով ուրեմն Միջանցքի գաղափարը, բայց համաձայն եք, որ դեսպանը ինքնագլուխ չի կարող։ Բնականաբար։ Դա ըստ էության Միացյալ Նահանգների քաղաքականությունն է եւ վերջին շրջանում, հատկապես C5+1 հանդիպումից հետո, ես նկատնում եմ Միացյալ Նահանգների Տրամպի հանդիպումը Կենտրոնական Ասիայի բոլոր պետությունների ղեկավարների, նախագահների հետ մեկ հանդիպմամբ իրավիճակ փոխվեց, մթնոլորտ փոխվեց։ Ընդ որում ինչ ասաց Տրամպը։ Տրամպը ասաց, ուրեմն մենք ձեր կողքին ենք թե տնտեսական զարգացման նոր ներդրումների բաների տեսանկյունից, բայց պայմանը մեկն է։ Եվ պատրաստ ենք նաև ստանձնել ձեր անվտանգության հովանավորի պատասխանատվությունը, բայց պայման ձեր ընդերքը պետք է մենք ձեզ հետ մատչելը մեզ պետք է լինի եւ մենք ձեր ընդերքը պետք է ձեզ հետ համաձայնենք, ինչպես ենք օգտագործում իշա Միացյալ Նահանգների։ Այդ ժամանակ տրիպի գաղափարը արդեն դառնում էր ավելի ամբողջական, այսինքն տրիպը ասելով հավանաբար Միացյալ Նահանգները, այսինքն տրիպի նախագծով Միացյալ Նահանգները փորձում են իրականություն դարձնել իրենց համար շատ կարևոր կենտրոնական Ասիան, Ռուսաստանի եւ հատկապես Չինաստանի ազդեցությունից դուրս բերելու առավելես որ դերքը բավական հարուստ է իրենց համար հետաքրող հազվագյուտ մետաղներով։ Բայց այստեղ կա երկրորդ հանգամանքը։ Հիմա ես ենթադրում եմ, որ տրիպի այսինքն այս մեկնաբանությունների կոնտեքստում տրիպի աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական մեկնաբանությունը կամ կարևորությունը որակապես վերաիմաստավորվում է կամ դրա անհրաժեշտություն է առաջանում, բայց ով ասեց, որ սա միակ տարբերակն է արևելք արևմուտքին կապելու։ Ով ասեց, որտեղ է գրած։ Իսկ ինչու չէր կարող դա լինել, ոնց որ ես անընդհատ ասում դրա մասին, Բաքու, Ղազախ, Իջևան, Դիլիջան, Վանաձորով դեպի Թուրքիա գիծը, ինչու չէր կարող դա լինել։ Հասկանում եք, այստեղ խնդիրը կարանում է մի օրինակ եմ ուզում բերել, որովհետեւ կարող է մեր խոսքը մի քիչ երկար ու ներխուտ լինի, բայց սրանք այն թեմաներն են, որոնք չես կարող կծկատուր քննարկումներով ավարտել։ Տեսեք, Թուրքիան 2.4 միլիարդ դոլար վարկ է ձևակերպում, որպեսզի կարողանա կառուցի Նախիջևան, Իգդիր, Ղարս երկաթգիծը։ Անցած շրջանում, ես ասում եմ 21 թվականի տվյալներ, թուրքական իշխանությունները Էրդողանի ժամանակահատվածում 5.9 միլիարդ, շուրջ 6 միլիարդ դոլար են ներդրել իրենց ամբողջ ներքին ցանցը արդիականացնելու համար։ Այսինքն Թուրքիան իր ներքին ցանցով, թե ավտոմոբիլային, թե երկաթգծի, պատրաստ է ցանկացած միջազգայինորեն ճանաչելի հաղորդակցության համագործակցության համար։ Հիմա հարց. մեր այսօրվա իշխանությունները վերջի 7 տարվա ընթացքում 8 միլիարդ արտաքին պարտք են ձևավորել։ 8 միլիարդ արտաքին պարտքը ավելացրել են։ Բայց 8 միլիարդ արտաքին պարտքով դու չկարողանաս քո ներքին ցածը արդիականացնել։ Ճշգրտենք պետական, դրա մեջ ներքին էլ կա, որովհետև Գևորգ Պապոյանի պես անձին կարող է եթեր մտնեն, ասեն, տեսակ, ապա տեղեկատվություն ասացիք, նրանք սիրում են այդպեսի։ Ինչը նորից ինչը։ Ճշգրտենք, որ պետական պարտք է, ոչ իհարկե, պետական ամբողջ պետական պարտք է։ Ես խոսքը գնում թե ներքին, թե արտաքին։ Պարտքը մնում է պարտք։ Իդեպ ես ասեմ, ես ընդհանրապես պետական պարտքի հանդեպ երբեք քննադատաբար չեմ վերաբերվել։ Ինչ չի հետաքրել, ոչ այնքան հետաքրել պետական պարտքի ծավալը, որտեղ բոլոր երկրները պարտքը, ինքը պարտքը շատ օգտակար տնտեսական կատեգորիա է։ Խնդիրը այդ պարտքը ճիշտ կառավարելու, ճիշտ օգտագործելու մասին է։ Եթե քո բյուջեում
պարտքի ընթացիկ սպասարկումը կազմում է քո բյուջեի ծախսերի 30%-ը կներեք։ Այդ նշանակում է դուք ընդհանրապես այդ պարտքը չեք օգտագործել։ Նախ պարտքը վերցնել չգիտեք, որովհետև ձեզ լավ տոկոսով տվող չկա, այսպես ասած այդ պարտքը։ Հասկանում եք, չէ՞, այսինքն սրանք շատ էական են, բայց այդուհանդերձ դու 8 միլիարդ արտաքին պարտ ձևավորես։ Լավ, պետական պարտ ձևավորես, ներքին թե արտաքին կապ չունի, չէ՞։ Ու այդ 8 միլիարդի արդյունքում 17 միլիոն չկարողանաս գտնես, որպեսզի հաղարցնի մոտ այն սողանքի պատճառով Իջևան Դիլիջան գիծը չի աշխատում 17 միլիոն դոլար էր պետք, որովհետեւ այդ գիծը ոչ միայն վերականգնվել, այլ ինստիտուցիոն, այսինքն կառուցվածքային էմսի փոփոխություն ապրել, երբեք սողանքները դրանց վրա չի եղած։ Բայց դու դա էլ չգտնես, բայց դու չգտնես գումար, որովհետեւ կարողանաս Ագարակ Գագարին ինչ են ասում, երկաթգիծը վերականգնես կամ կառուցես, որի նախագծերը բանվորական կա։ Դու չգտնես գումար, որ կարողանաս Հրազդանը, կարողանաս կապես բանի Վանաձորի հետ, ընդամենը 32-40 կիլոմետրանոց երկաթգիծ կառուցելով։ Իդեպ նաև ավտոճանապարհ է այդտեղ, դա զգալիորեն կդյուրացներ Կոտայքի եւ Լոռու մարզերի հաղորդակցությունը։ Տեսեք, ասեմ, բացի այն Մեղրաձորի թունելը, որ այսօր Ֆիալետովից մտնում է 8 կիլոմետր երկարությամբ երկաթգծի թունելը դուրս է գալիս Հրազդանի վերևը, բացի դրանից դրան հարևանությամբ 25 մետր հեռավորության վրա կա նաև պատրաստված թունել, որի երկարությունը վերջի 500 մետրն է, որ չի բացվեց։ Այդ թունելը ժամանակին օգտագործել են ապարները դուրս բերելու համար, բայց այդ թունելը այսօր կարելի է լավ օգտագործել ավտոճանապարհային հաղորդակցությունը վերականգնելու համար, ընդ որում պատկերացրեք շրջանցելով ոլորանները Դիլիջանի։ Հասկանում եք։ Այսինքն բտու այս բոլորը խոսում ես խաղաղության խաչմերուկի մասին, բայց ոչ մի տեղ հիմնավորում չես դրել նույնիսկ։ Ուղղակի խոսում ես խաչմերուկ։ Ես հարց եմ տալիս, բա 8 միլիարդ այդ հսկայական Թուրքիան 5.96 միլիարդով իր ամբողջ ներքինցածը արդիականացրել է։ Բա դուք 8 միլիարդ վերցնեք, օգտագործեք միայն բաների վրա, ինչ են ասում, պարգևավճարների վրա կամ գլխավորապես պարգևավճարների։ Մեկ էլ մի քանի դպրոցում անկապարտեզ գունավոր պատերով կառուցեն, գնան մի հատ էլ տեսնեն, որ անորակ շինարարություն ա եղել։ Այսինքն տեսեք, ես գիտեք շինարարության անորակությունը չեմ ցույց դնում։ Դա հենց ինքնապաստ է։ Դա միշտ էլ հնարավոր է։ Սա բառացի ասել է, մենք դպրոցի զուգարան չեն կարող կառուցեն։ Կառավարության նիստում էր ասում։ Տեսեք, խոսքը գնում է մենք 500 դպրոց են, 300 դպրոց են կառուցում, 500 բանկապարզ են կառուցում։ Ես բարձ է ինձ համար ուզում հասկանալ։ Դպրոցը դա միայն շենքը չի, եւ ոչ միայն շենքն է։ Դպրոցը նաեւ կրթական ծրագրերն են։ Օրինակ, ես ուզում հասկանամ մեզ մոտ Ես նկատնում եմ բառից բուն իմաստով մանկապարտեզից սկսած այսօրվա պահանջներին adekvat կրթական հիմա ինչ որ մեկը կարող ասի գիտեք բա ոչ չեք տեսնում եկեղեցու պատմությունն ենք անում սա ենք անում ես խոսքը գնում եմ կոնցեպտուալ մոտեցման մասին կոնցեպտուալ ես նկատնում եմ հետեւյալը այսինքն ինչպիսի քաղաքացի ենք ուզում մենք դպրոցի արդյունքում ինքը պատերին գրել է լավ սովորիր որ լավ ապրես բոլոր դպրոցների պատերին հիմա փակցվում է իր այդ տխմարությունը եթե նախկինում Մաշտոցյան առաջին հայերեն թարգմանված նախադասություններ փակցված մեր դպրոցների պատերին, ապա հիմա փակցված է լավ սովորել, որ լավ ապրես։ Սովորել։ Դա հայտնի թեզ է, պարզ է։ Կրթությունը, գիտելիքը պետք է դառնա մարդու հաջողության արձանագրման, կարևորագույն հանգրվանը կամ նախապայման ավելի շուտ։ Բայց ես ուրիշ բան եմ ուզում ասել։ Տեսեք, ես նորից գալիս եմ եզրակացության, գալիս եմ այն խնդրին, որ եթե դուք իրականում մտադիր եք Հայաստանը դարձնել խաչմերուկ, ուրեմն դուք արդեն ձեր ներսում, ձեր բոլոր ենթակառուցվածքները պետք է ձեռնարկեք այդ բոլոր ենթակառուցվածքները ոտքի կանգնացնել, ընդ որում հատկապես երկաթուղին։ Հիմա օրինակ տրիպի այդ 40 քանի կիլոմետրանոց ճանապարհը բանին ինչ են ասում, Սյունիքով անցնող, Մեղրիով անցնող, Հայաստանին ոչինչ չի տալիս, Դավիթ, ոչինչ, բառից բուն իմաստով։ Ընդամենը մենք մոտ 266 իրանք այդ թիվն են հնչեցրել, դրա համար եմ ասում։ 266 միլիոն դոլար պետք է ներդնենք մի այդ հատվածում ժամանակակից այսօրվա պահանջներին բավարարող երկաթուղի կառուցենք, որովհետեւ Ադրբեջանը հարմարավետ Նախիջևանով միանա Թուրքիային։ Լավ, դա չի կարելի, չէ՞, Տասչյանի։ Սա պետք է լիներ այսօր մեր զրույցի կենտրոնական թեման, բայց քանի որ մենք ոչ պակաս կարևոր այլ թեմաներից խոսեցինք, ես խոստանում եմ, որ առաջիկայում բացառապես ապաշրջափակման ու նաև սահմանազատման Հայաստանի հողերի շարունակական հանձնման սահմանազատման անվան տակ թեմաներից կխոսենք։ Մինչ այդ շնորհակալ եմ այս արժեքավոր զրույցի համար։ Մի թեզ ներող կլնեք, էլի։ Գիտեք, ես ինքս Ժիրայր Լիպարիցյանի նկատմամբ ունեցել եմ բավականին հարգալից վերաբերմունք, ընդ որում ոչ թե տարիքի հետ կապված, այլ նրան որպես ինտելեկտուալ, որպես
պատմաբան, շատ բաներում կարծել եմ, թե ինքը ճիշտ էր։ Այս վերջի հարցազրույցը, որ ինքը բանում չեն ասում, Պետրոս Ղազարյանի մոտ, տեսեք ինչ թեզ ասում, ասում է, դուք կարող եք բերել մի օրինակ, որ թուրքական զինվորը մտել է Հայաստան։ Դες մի իհարկե չենք կարող բերել։ Ուրեմն Թուրքիան չի ցանկանում։ Իսկ ես ասում եմ, իսկ Թուրքիան մտածում է, իսկ ինչպես կարող է արձագանքի դրան ռուսական զորակայանը Հայաստանում։ Իսկ միգուցե սա է պատճառը։ 93 թվականին այդպիսի ռեալ ռիսկ կար։ 92-91 թվականին, եթե Շապաշնիկովի հայտարարությունը չլներ, Թուրքիան պատրաստ էր այդ քայլին գնալ։ Հիմա հետաբար թուրքական այդ նպատակադրումը, ընդ որում Թուրքիան այն պետությունն է, որը իր անմիջապես իր աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական նպատակների համար չի խոշում որևէ այլ երկրի սա տարածք մտնել։ Սիրիան օրինակ, ել չեմ ասում Լիբիան։ Հիմա այդքան խոսում են, հիշում եք այն քարտեզը, չէ՞, այդ միջև Ալտայ, հիշում եք այդ քարտեզը։ Իհարկե, Բոսֆորից միջև Ալտայ։ Այդքան խոսում են թուրքական Օսմանյան կա, ինչպես դուք ամրագրեցիք Արթարև, Օսմանյան կայսրության հնարավոր իրականացման մասին, որ դա ուղղակի պատմական անխուսափելի անհրաժեշտություն եւ այլն։ Բայց այդքան ասելու, այդքան խոսում են Զանգեզուրի մասին, այդ թվում նաև Միջանցքի կոնտեքստում, անկախ նայած թե ինչպես են պատկերացնում Միջանցքը, թե ոնց է։ Բայց խի չեն, որովհետև կա հակակշիռ լուրջ խնդրեմ։ Այդպես չի, որ իրանք այն որ ասում են կներեք մեր ժողովրդական խոսքա, չէ՞, ասում ուխտի իշխանը սատկի կաշինել Միշա բեռա։ Հիմա Ռուսաստան, ես Ռուսաստանի քաղաքականությամբ հիացած չեմ, արի թե բաց չեմ թողել հարավային ուղղությամբ նրա քաղաքականությունը, այդ թվում նաև Հայաստանի հետ հանդեպ եւ Ղարաբաղի հարցում քննադատելու։ Բայց այդ ոնդես չի կարող Ռուսաստանի հետ հաշվի չնստել։ Եթե Միացյալ Նահանգներն են հաշվի նստում, Թուրքիան ո՞նց կարող է հաշվի չնստի։ Թուրքական մեկ զինվոր մտել է Հայաստան։ Այ քեզ բան։ Բայց կներեք Թրամփի կազմած 28 կետերը կարդա եւ դրանից հետո կհասկանա Ռուսաստանի դերը։ Բայց ավելին ձեզ ասեմ։ Պետրոս Ղազարյան արձագանքում ասում է, դու գիտեք ինչ կա, Ադրբեջանով են եկել։ Ասում է, թեկուս կարող եք մեկ օրինակ բերեք։ Բա Ջեմուկի վերևում կարող է մեր զորքերն են կանգնած։ Սոտ խոզնավար հատվածում պարոն Լիպարիցյան, ում զինվորներն են, բոլոր ռազմավարական բարձրուկները գրավել։ Մինչև հիմա Գանձակի այդպես էլ չկործանված ռազմական օդանավակայանում որ երկրի F-16-երն են, կամ այդ որ երկրի գեներալներն են ղեկավարել 44-օրյա պատերազմը։ Ինձ հիմա ես չի ասի մտահոգում է, նույնիսկ վախեցնում է այս կարգի մանիպուլյացիաները։ Երբ որ սփյուռքահայն է դա ասում, այնպես ունենց գեղեցիկ մտքերի դեմքի լուրջ արտահայտությամբ հասկանում եք, այսա ինձ իրոք վախեցնում է, որտեղ մարդկանց մոտ կարող է ստեղծի տպավորություն, բայց ճիշտ է ասում մարդը։ Այն բեսեդկայում նստած նարդի խաղացողները կամ բլոտ խաղացողները լսելուց կասեն, բայց ճիշտ է ասում ես մարդը։ Ոչինչ, նրանք նաև մեզ կլսեն, հուսամ ու հակաթեզերն էլ կընկալեն։ Ես շնորհակալ եմ այս արժեքավոր զրույցի համար, հաջորդիվ հանդիպելու հակընկալիքով։ Շնորհակալ եմ։ Զրուցում էի 92-93 թվականների Հայաստանի վարչապետ, 98-99 թվականների ազգային ժողովի նախագահ Խոսրով Հարությունյանի հետ։ Սա Օրախնդիրներ 168 TV եթերում կհանդիպենք հաջորդ շաբաթավերջին։ Ցտեսություն։